Ավարտեք։ Ասենք եթե դες համար սիրուհի ունեցող վեհապարը նորմալ է, ինձ համար որպես հայաստանյան ծառայելական սուրբ եկեղեցու հետևորդ դա սրբապղծություն է։ Պիղծ է ձեր վեհապարը, պիղծ է։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում անդրադարձել է եկեղեցու եւ հոգեվորականների քաղաքական գործընթացներին մասնակցելու հարցին, քննադատելով ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին։ Նա հայտարարել է, որ եթե եկեղեցին ու պետությունն անջատ են, ապա հոգեվորականները չպետք է վեղարով մասնակցեն քաղաքական ցույցերին։ Փաշինյանի խոսքով հոգեվորականները պետք է ընտրություն կատարեն հոգեվոր եւ քաղաքական կյանքի միջեւ, իսկ սահմանը հատելու դեպքում հետադարձի ճանապարհ չկա։ Այդ նույն եկեղեցին եւ պետությունը անջատ են, ինչ իրավունք ունի եկեղեցին խառնվի քաղաքական process-ների մեջ, մի հատ էլ վարչապետի հրաժարական պահանջի կամ քաղաքական գործունեություն ծավալի, մի հատ էլ վեղարով դուրս գան ցույցեր անեն, կոչեր անեն, բաները ինտերնետը անջատեն, կայքեր բան անեն, կոտրեն եւ ինչ գործ ունեն իրանք քաղաքականության մեջ։ Պետք է հստակ ընտրել։ Ասма հնարավոր չի երկու բանի ծառայել, տիրոջ ծառայել։ Պետք է ընտրեն հոգեվոր թե քաղաքական կյանք, բայց իմ կարծիքով եւ ակնհայտորեն այդ երբ որ այդ գիծը հատել ես էլ վերադարձ չկա այսօր եկեղեցու վերնախավի մի հատվածը առնվազն իրանք քաղաքական կուսակցություն են եւ քաղաքական ձեր շարժման մասնակիցներ են իսկ Կտրիչ Ներսիսյանը ունի դուստր Ավարտեք վերջացրեք Դմփոց այդ փաստը չի կարա ջնջի, հասկանում եք, Կտրիչ Ներսիսյանը աղջիկ ունի։ Վերջ։ Խնդրում եմ դմփացնեն նրանք, ովքեր չգիտեն եւ չգիտեն, որ Կտրիչ Ներսիսյանը ունի աղջիկ։ Հա։ Ապացուցվեց ակնհայտը, մարդիկ ճշմարտության հետ խնդրեմ ունեն։ Պարոն Մանուկյան, լրեք մի հատ։ Կտրիչ Ներսիսյանը պետք է հանգիստ թողի վերապահարին։ Ավարտեք։ Ասենք եթե դες համար սիրուհի ունեցող վեհապարը նորմալ է, ինձ համար որպես հայաստանյան ծառայելական սուրբ եկեղեցու հետևորդ դա սրբապղծություն է։ Պիղծ է ձեր վեհապարը, պիղծ է։ Լրեք, ներողություն, ավարտվեց այս հարցը։ Ասենք եթե դուք խնդիր չունեք, որ մայրաթոռում նստած մարդը սեռական կյանք ունի, դմդմփացրեք ինչքան ուզում եք, դմդմփացրեք։ Պարոն Մանուկյան, ես ձեզ նախազգուշացնում եմ։ Ես ինչքան գիտեմ երեխա ունենալու ուրիշ մեթոդներ, նույնիսկ եկեղեցում չկան, երեխա ունենալու մի մեթոդ կա, այդ սեռական հարաբերություններն են։ Բան կուսակրոնություն եւ ընդ որում ես կարծում եմ որ բոլոր այդ գիծը հատած հոգեվորականները պետք է հեռանան հոգեվոր ամենայն հարգանքով ես չեմ դատապարտում ոչ մեկին բայց իրենք կատարել են իրենց ընտրությունը թող տեղափոխվեն աշխարհի Պարոն վարչապետ որովհետեւ նաեւ հարցի բովանդակությունն էլ իրավական չէ կոնկրետ ես իմ դիրքորոշումը կարող եմ ասել եւ իմ մոտեցումը Ես հարցին առնչվում եմ որպես հայաստանյան ծառայելական սուրբ եկեղեցու բանավոր հոտի մի անդամ, որը խնդիր է տեսնում հոգևոր կյանքի ապականոնության հետ եւ ուզում եմ նաեւ մեր ուշադրությունը հրավիրել հետեւյալում ընդհանրապես երբ որ ես դատական համակարգի մասին խոսելիս դրա մասին ասացի Բայց ես բոլորիս ուշադրությունը հրավիրում եմ մի հանգամանքի վրա, որ եկեղեցու հետ շատ վատ բան է տեղի ունեցել, եկեղեցին կաստայացվել է։ Եկեղեցին առաջին հերթին հոգևորականները չեն, եկեղեցին առաջին հերթին հավատացյալներն են, մարդիկ են եկեղեցին։ Հոգևոր ծառայողները սպասավորն են, նոր կտակարանում էլ ասվում Հիսուս Քրիստոսի ուղերձը, որտեղ իմ անունով 3 հոգի կհավաքվի Դա եկեղեցի է, այնտեղ չի ասվում, որտեղ հոգևորական կլինի դա եկեղեցի է։
եւ ես հարցերին մոտենում եմ որպես հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ։ Եւ ելի ինձ համար մեծագույն խնդիրը հետեւյալն է, որ նաեւ այս տրամաբանության մեջ եկեղեցու եւ հոգեվոր կյանքի հետ կապված հարցերը նաեւ քաղաքական շահարկումների են ենթարկվում մարդկանց կողմից, ովքեր վստահ չեն, որ հայր մերը սովորել են։ Ես նախընտրական շրջանում էլ ասացի, իհարկե մի քիչ քաղաքական շեշտադրում կա դրա մեջ, ես հարցադրում արեցի, բայց մեն քաղաքական չէր շեշտադրումը։ Ասենք մարդիկ հանդես են գալիս որպես իբր հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպան, բայց ասենք ես հարցադրում ասացի, այդ մարդիկ Աստվածաշունչը կտականը, ավետարանը իրարից տարբերում են, թե չեն տարբերում։ Սա իհարկե քաղաքական ինչ-որ առումով մարտահրավեր է, բայց եթե մարտահրավերը դնենք մի կողմ, սրա մեջ բովանդակային խնդիր կա։ Ինչա մեզ համար հոգևոր կյանքը։ Ինձ համար հոգևոր կյանքը կարևոր է, եւ ես ձեզ ավելին ասեմ։ Երբ որ ես ավելի ակտիվ շփվում եմ հոգևոր կյանքով ապրող մարդկանց հետ, ես տեսնում եմ, որ այդ օրակարգը պահանջված եւ հասունացած է առաջին հերթին համայնքի կողմից։ Այսօր օգոստոսի 24-ին Սիսիանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել։ Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը հայտնում է, որ 37-ամյա զինծառայողը նախնական տվյալներով մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով։ Դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել։ Հրապարակի տեղեկություններով զինվորն ամուսնացած էր, ուներ հղիկին։ Մեկ մարդու ձերբակալության մասին են հայտնում քննչական կոմիտեից Կիրակի օրը բանակում տեղի ունեցած ողբերգությունից հետո։ Օգոստոսի 23-ին հրազենային վնասվածքով մահացած ժամկետային զինծառայող Էդգար Գևորգյանը ըստ Նյուզեյմի ծառայել էր կրտսեր եղբոր հետ։ Լրատվամիջոցի փոխանցմամբ դեպքը տեղի է ունեցել դիրքերում ըստ լրատվամիջոցների դիրքերում քննելու տեղի շուրջ հայոյախառն խոսակցության արդյունքում է սպանվել զինծառայողը։ 22-ամյա Էդգարը Երևանից էր, երբ առողջական խնդիրների պատճառով բանակ էր զորակոչվել նախատեսվածից ուշ։ Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այն զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բանակում վերջին մահվան դեպքի վերաբերյալ հայտարարել է, որ դրանց համար նախարարին մեղադրելը նորություն է Հայաստանում։ Նա նշել է, որ զինված ուժերի պատմության ընթացքում սպանության եւ ինքնասպանության դեպքերը մշտապես եղել են, իսկ վերջին դեպքերի մի մասը կապված է ոչ կանոնադրային հարաբերությունների եւ քրեական ենթամշակույթի հետ։ Պապիկյանի խոսքով սա միայն իր խնդիրը չէ եւ բանակում սեղծված իրավիճակին պետք է համակարգային մոտեցում։ Բնականաբար, որպես պաշտպանության նախարար, ես իմ պատասխանատվության մասնաբաժինը ունեմ, բայց դրա մասնաբաժինը ունեն նաև նրանք, ովքեր այդ քրեական ենթամշակույթին, բայց միշտ չէ քրեական ենթամշակույթի մասին է խոսքը, եկեք ակցենտը միայն դրա վրա չդնենք, որ դրան վերաբերում են թողտվությամբ, մատերի արանքով են նայում այդ երևույթներին, եւ դուք որպես ծնող, ես վաղը որպես ծնող, հասկանում եք, այս հարցին մենք պիտի համակարգային մոտենանք, ուզում ենք ապրենք գողական բարքերով։ Այսօր չի եղել, որ բանակում, բաղնիքում, որ ինչ-որ բան ընկնում է, դա անձերտալ չի կարելի։ Ես չեմ դրա հեղինակը, հասկանում եք։ Ես չեմ հեղինակը, որ մարտական դիրքում քնած զինվորը այլևս նրան դիպչել չի կարելի։ Ես չեմ դրա հեղինակը։ Բայց ես պատասխանատու եմ, որ դա արմատախիլ անենք։ Ու ես չեմ նահանջելու, գնալու եմ դրանք արմատախիլ անելու ետևից։ Ամեն օր։ Թե դա ինչքան արդյունք է տալիս ու ինչքան արդյունք կտա, կարծում եմ 25 թվականի մեր ցուցանիշը նաև դրա մասին է։ Բայց ես 2025 երկու թվի մասին է խոսքը։ Բայց նորից եմ ասում, ես այս հարցին չեմ ուզում նայել որպես լոգ վիճակագրություն։ Ես առաջարկում եմ դուք էլ այս հարցին նայեք որպես ծնող, որպես քույր, որպես հասարակության մտահոգ քաղաքացի, ով էս ողջ կոմպլեքսը, հիմա աշխատանքային խումբ է վարչապետի հանձնարարականով ձևավորվել, որին մաս են կազմում պաշտպանության նախարարը, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը, առողջապահության նախարարը, այլ պատկան մարմիններ, այդ թվում նաև ուժային կառույցներ, պետքա վեր հանել, հիմա երբևէ դուք հարց տվել եք Հայաստանի Հանրապետությունում ամեն տարի քանի ինքնասպանություն, որպես լրագրող մտքներով տանցել է երբևէ, փորձել եք համեմատել այս թվերը մեր թվերի հետ, վստահ եմ չեք արել։ Փորձագետները խորհուրդ են տալիս այդ թեման շատ չարծարծել։ Փորձագետները խորհուրդ են տալիս միայն պաշտպանության նախարարության դեպքերը բարձրաձայնել։ Շղթայի Հարգելիս, բա այդ շղթայի մասին խոսում եք, հիմա մի քանի օր իրար հետևից որ դեպքեր են դնում, դա այդ շղթայի նման չի։
Համ գիտեք, որ դա հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ։ Ընդ որում ամիս, օգոստոս ամիս, որը մարդու ամենահոգեբանորեն ընկճված ամիսն է համարվում։ Ես հոգեբան չեմ, ես դա գիտեմ հոգեբանների ասելով։ Նկատի ունեմ հիմա չգնանք մասնագիտական դաշտ։ Ես եկեք հարցին պատասխանեմ որպես պաշտպանության նախարար։ Իսկ ինչ վերաբերում է մնացած հարցերին, այդ թվում նաև մնացած պատասխանատվություններին, այո, նաև պատասխանատուներ կան, որ իրենց աշխատանքը գուցե ավելի լավ կարող էին անել։ Եվ դրանք ունեցել են հետևանքներ, առաջիկայում կունենանք նաև նոր նշանակներ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չպետք է իր հայրենիքը փնտրի հարևան երկրներում, Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում կամ Վրաստանում։ Նրա խոսքով, եթե Հայաստանը հայրենիք է փնտրում հարևանների միջազգայինորեն ճանաչված տարածքներում, ապա այդ երկրներն էլ կարող են իրենց հայրենիքը փնտրել Հայաստանի տարածքում։ Փաշինյանն անդրադարձել է նաև իր նախկին հայտարարությանը Արցախը Հայաստանը եւ վերջ եւ ասել, որ Ղարաբաղյան շարժումը իր գնահատմամբ Հայաստանի ապագան զրոյացնելու նախագիծ էր։ Նրա խոսքով իշխանությունը ժողովրդի տված մանդատով փակել է այդ նախագիծը Հայաստանի պետականության համար նոր հնարավորություններ բացելով։ Ու երբ հայտնվում ենք 1/4-ի կարգավիճակում, անխուսափելիորեն հասկանում ենք, որ չենք կարող նման հարևանության մեջ ապրել առանց արտաքին օգնության։ Իսկ նա, ով գալիս է մեզ օգնելու, որ մենք մեր հարևանության մեջ կարողանանք ապրել, պարզվում է ինքն էլ իր հայրենիքն է փնտրում այստեղ եւ նույնիսկ վիրավորվում է, որ մենք մեր պետությանն ու անկախությանը լուրջ ենք վերաբերվում։ Լուրջ ենք վերաբերվում դրան եւ չենք հասկանում, որ ընդամենը տեղապահ ենք, ժամանակավոր տեղապահ եւ գործիք պատմական արդարության, իր պատմական արդարության վերականգնման համար։ Այս սոցիալ հոգեբանության շաղվիղներում պատմության այս տրամաբանության ընթացքի մեջ է, որ հայ ժողովուրդը ենթարկվել է կոտորածների ու ցեղասպանության։ Ինքն էլ չհասկանալով, թե ինչու է դա մեզ հետ տեղի ունենում։ Եվ Արցախը Հայաստանը եւ վերջը ծառայել է այս նպատակին, որ ի վերջո բացենք մեր պատմության վարակույրը, մտնենք մեր պատմության եւ իրականության կուլիսներ եւ տեսնենք, թե ինչ է կատարվում, որ լսենք ի վերջո պատմական Հայաստանի ուղերձը, որը մեզ ասում է՝ մի գնացեք իմ ճանապարհով, մի դարձրեք հերթական Հայաստանը պատմական։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը պատրաստում է դիմել սահմանադրական դատարան, պնդելով, որ քաղաքացիական պայմանագիրը խախտել է ԱԺ-կանոնակարգ սահմանադրական օրենքը։ Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքով խոսքը մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը միջամտելու եւ կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկումը սկսելու մասին է։ Կարապետյանը նշել է, որ Փաշինյանին ուղղելու բազմաթիվ հարցեր ունեն։ Նա կառավարության ներկայացրած ծրագիրը եւս խնդրահարույց համարեց առանց մանրամասներ ներկայացնելու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա 5 տարում Հայաստանը ՀԱՊԿ վերադառնալու մտադրություն չունի եւ նույնիսկ գոհ կլինի, եթե կազմակերպությունը որոշի հեռացնել Հայաստանին իր կազմից։ Նրա խոսքով ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի հետաքրքրությունը սպառվել է, քանի որ բարձրաձայնած հարցերի պատասխանները չեն ստացվել։ Մինչդեռ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Երևանն ազատ է լքել ՀԱՊԿ-ը, եթե այլևս դրա կարիքը չի տեսնում։ Եվ մեր նախընտրական ծրագրում հստակ գրված է, որ առաջիկա 5 տարում մենք ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունենք։ Ես կարող եմ վստահ ասել, որ մենք ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու, եւ ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ում քննարկումներ կան եւ կազմակերպությունում իդեպ կանոնադրությունը նախատեսում է նման բան, կարելի է երկրին հեռացնել կազմակերպությունից, ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանի Հանրապետությանը հեռացնել հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Մեզ համենայն դեպս կազատի դուրս գալ չգալու երկընտրանքից։ Մենք չենք պատրաստում, այո, ճիշտ եք, կառավարության ծրագրում հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն արտահայտություն չկա, հիշատակում գոնե մի անգամ չկա, որովհետև հիշատակումը, ինչպես դուք նշեցիք, էլ չենք կարող ասել, այն ժամանակ գոնե գործընկերային տրամաբանության մեջ ենք, ասում ենք դե հարցեր պետք է տանք, պատասխաններ պետք է ստանանք, լավ այդ կարանք մի տարի տենց ասենք, կարանք 2 տարի տենց ասենք, 3, լավ 5 չեք կարող ընդհանուր տենց ասենք։ Մենք բոլոր հարցերը տվել ենք, ոչ մի պատասխան չենք ստացել, հետևաբար ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր հետաքրքրությունը սպառված է։
Ադրբեջանցի ռազմական փորձագետ Պահեստազորի զինծառայող Ադալեթ Վերդիևը քննադատել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին նրան հիմար անվանելով։ Վերդիևը նման գնահատական է տվել Պապիկյանին առաջնագից կատարած այցի մասին հրապարակած տեսանյութերի առնչությամբ։ Նրա խոսքով տեսանյութերից հնարավոր է որոշել Հայաստանի տարածքում կառուցվող ինժեներական կառույցների տեղակայման կոորդինատներն ու պաշտպանվածության մակարդակը։ Վերդիևը պնդել է, որ նման հրապարակումները կարող են հակառակորդին արժեքավոր տեղեկություններ տրամադրել։